Ձմեռային նախատոնական ողջույններ ձեզ փոքրիկներ եւ մեծեր։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, ձեզ սիրված մուլտիպլիկացիոն հերոսները եւ իհարկե այս տեսախցիկի ետևում գտնվող մեր ժամապահ Քերին։ Ժամապահ Քերին միշտ բարի է ու մեզ երկար եթերային ժամանակ է տալիս, որպեսզի նկարենք մեր այսօրվա մուլտիպլիկացիոն հերոսին։ Դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը պատրաստ պայեք։ Ովքեր անցած հաղորդումները դիտել են, Քերի Մուլտիկնիկը բազմաթիվ փոքրիկների խնդրանքով այս շաբաթ հայտարարեց ձմեռ պապիկների շաբաթ կամ շքերթ։ Նկարեցինք 4-ից 6 տարեկան փոքրիկ նկարիչների համար ավելի հեշտ նկարվող ձմեռ պապ, 3 նկարեցինք 6-ից 8 տարեկան նկարիչների համար ավելի մի քիչ բարդ, կապույտ քուրքով ձմեռ պապ, այսօր 8-ից 10 եւ ավելի տարիքի նկարիչների համար ենք նկարելու, ինչպես իրենք են ասում, ձմեռ պապ Սանտա Կլաուսին։ Պատրաստ եք։ Դե ձեզ գունավոր մատիտներ են պետք, ռետինե ջնջոց, սովորական սև մատիտ։ Եվ ամենակարևորը հեշտ ձևով եմ սովորեցնել նկարել, ու այս նկարները, թե որպես նկար կարող եք օգտագործել, դարձնել բացիկ ինչ-որ մեկին նոր տարուն ամանորին նվիրել, թե կարող եք որպես նամակ բացիկ պատրաստել, գրել թղթիկի վերևի հատվածում նամակ ձմեռ պապիկին կամ Սանտա Կլաուսին, գրել ձեր ցանկությունը եւ ուղարկել ապլանջիա։ Պայմանավորվեցինք, դե շատ լավ է։ Ես ժպտացող Սանտա Կլաուս եմ նկարելու, իմ փոքրիկ բարեկամներ, ձմեռ պապ նկարել ենք, նույնիսկ կաղանդ պապին ենք նկարել, հիմա Սանտա Կլաուսին ենք նկարել, նույն ձմեռ պապն է։ Այստեղ մի քիչ հագուստը տարբեր է։ Մի քիչ ավելի կերած խմած է այստեղ Սանտա Կլաուսը, բայց հեշտ ձևով եմ նկարելու։ Ինչ ենք անում իմ փոքրիկ բարեկամներ։ Էլի քիթիկից ենք սկսելու, այստեղ մի ձվաձև քիթիկ եմ նկարելու, ուշադրություն։ Նկարելու եմ իմ փոքրիկ բարեկամներ բեխերը սրածայր։ Այստեղ կլորացնեմ նոր։ Կլորիկի ուրեմն ներքևի հատվածում, այստեղ սրածայր, բեխեր եմ նկարելու 1, կրկնում ենք աչակողմյան հատվածում 2։ Հիմա ժպտացող բերանիկին եմ նկարելու, այսպես։ Լեզու եմ տալու ձմեռ պապիկին, բերանի խորոչը սևով ենք ներկելու, ներքևի շրթունքը, տեսեք արդեն քիթիկ, բեխիկներ և բերանիկ արդեն կա։ Այդտեղ եմ տալու մեր ձմեռ պապիկին, այսպես, կլորիկ դեպի վերև, կլորիկ դեպի վերև։ Ստացվեց, եթե ստացվեց դա արդեն լավ է։ Ունքեր, ձմեռ պապիկների ունքերը սպիտակ են լինում, դուք արդեն գիտեք։ Հիմա որ տարիքի փոքրիկներն են նկարում, 8-ից 10 եւ ավելի, շատ լավ է։ Այստեղ գծիկները միացնում եմ ունքերին, աչքերը, քանի որ ժպտում են, միշտ լավ ժպտալուց կամ ծիծաղելուց, եթե նկատել եք սիրելի փոքրիկներին, աչքերը կոծվում են, այսպես նեղանում են աչքերը, դառնում են չինացու աչքեր։ Դրա համար այսպիսի պատկեր եմ նկարելու, ոչ թե սևիկներով, ուղղակի այսպես աչքերը փակ ժպտում է։ Տեսա՞ք։ Մորուքն եմ նկարելու, ուշադրություն, այստեղից գոր գծիկ, բաց ենք թողնում, համարյա թե կլորիկներով, բաց ենք թողնում, շարունակում ենք մորուքը բաց թողնելով, այսպես գծիկներով ենք շարունակում մորուքը, հիմա կասեմ ինչու, սուր անկյուններով պատկեր ենք նկարում բաց թողված գծիկները միացնելով, դեպի ներս, այսպես ուշադրիր, 1, կարճ, երկար, ավելի կարճ, ավելի երկար, այսպես, մորուքը զիգզագաձև չենք դարձնի, ինչպես մյուս հերոսների, այսպես եմ նկարում մորուքը, այս անգամ, այսպես էլ է հետաքրքիր, դե քանի որ Սանտա Կլաուս է, եկեք գլխարկը նկարենք ձմեռ պապի, այսպեսի մի շերտիկով, եւ սրածայր գլխարկի վերևի հատվածը, այսպես, վատ չէ ես կասեի, հիմա Սանտա Կլաուսը ոչ թե քուրք ունի երկար մեր ձմեռ պապիկների նման, ավելի կարճ քուրք ունի գոտիով, մի քիչ չարլիկ պետք է նկարենք, այստեղից ենք նկարելու ուշադրություն, այստեղից, օպ, կոր գծիկով կմիացնենք իրար, այստեղ ամրակը գոտու ուղղանկյունի պատկեր, գոտին կշարունակենք, 1, 2, այստեղ է, կոր գծիկով 1,
2 Ամրակով արդեն պատրաստ է գոտին, ներքևի հատվածի մորթին ենք անելու, ուշադրություն, հոպ, տեսեք, ես նույնիսկ 8-ից 10 եւ ավելի տարիքի փոքրիկներին ցուցադրում եմ, թե ինչ ենք անում, որ հեզ ձևով կարողանանք նկարել այս կամ այն մուլտիպլիկացիոն հերոսին, հատկապես մեր շատ սիրելի ձմեռ պապին, ինչպես դուք եք ասում, Սանտա Կլաուսին։ Ես այստեղ փոմփոլիկ էլ կտամ։ Զիգզագաձև։ Մոթիա։ Ձերքը, աջ ձերքը կբարձեմ դեպի վերև։ Հիմա հակառակն ենք անում։ Ներքևի մասը հաստ, վերևի մասը ավելի բարակ։ Մորթիա կտոր, բութ մատիկը եւ ձեռնոցի վերևի հատվածը։ Սա եղավ մեր ձմեռ պապիկի աջ ձերքը, ձեզ ողջունող։ Ձախ ձերքը ներքև կգախին։ Դուք գիտեք ինչ սիրելի փոքրիկներ, դուք կարող եք, եթե թղթիկը մեծ է, նույնիսկ ձեռնափայտ տալ նրան, պարկը խալիքներով լիքը, բայց ես ուղղակի ձմեռ պապիկին եմ ձեզ ուղղակի սովորեցնում նկարել։ Ներքև ենք պարզում ձեռքը, էլի հաստ գծիկից գնում ենք բարակ, շերտիկ էստեղ, բութ մատիկը, սալված մատիկները։ Հեշտ ստացվեց։ Տաբատը ինչպես ենք նկարելու, քանի որ չաղլիկ է, մի քիչ այսպես ձեզ ողջունում եմ։ Մեկ ոտի վրա կանգնած, այսպես ձեզ ողջունում է ձմեռ պապը։ Դրա համար ինչ կանենք, տաբատը կնկարենք։ Այստեղից տաբատի մեկ թևիկն ենք նկարում, փորիկը, տաբատի թևիկը, այսպես ավարտումն ենք դարձնում, երկարաճիտ կոշիկներ կտանք, հոպ, սրածայր։ Մյուս ոտքը, սիրելի փոքրիկներ, գետնին չենք դնի, այսպես թեք կտանենք, շերտիկ կտանք, էլի կրունկը, սրածայր մասը դեպի վերև բարձր, կարծես թե պարում է, եթե մենք այստեղ ստվեր տանք ոտքի տակ, մյուսին ստվեր չտանք, կհասկանանք, որ ոտքը բարձրացած է։ Հիմա ձմեռ պապը ինչպես է կանգնած, դուք էլ փորձեք քերի մուլտիկնիկի հետ, այսպես, այսպես, հասկանալի է, այստեղ կառանձնացնեմ արդեն հատակը, որ հասկանանք, որ գետնի վրա է կանգնած մեր ձմեռ պապը, մի քանի գծիկներ այստեղ մորուքի վրա, վերջ պետք է ընդգծել ձեր Սանտա Կլաուսը, ձմեռ պապը ավելի արտահայտիչ դարձնելու համար, վերևից եմ գալիս, փոմփոլիկից այսպես զիգզագ գծիկով ընդգծեմ գլխարկի սրածայր մասը, պես ծալքերով, մորթիա շերտիկը էլի զիգզագաձև գծիկով եմ անելու, ունքերը ներքևի հատվածից, ընդգծեցինք, շատ լավ է, հայտերը, նա մորուքին եմ անցնում, տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, մորուքն եմ ընդգծում, եթե հիշում եք անցած հաղորդումներին, առաջի ձմեռ պապի մորուքը ուղղակի սրածայր առանց զիգզագաձև գծիկներով արեինք, դետան նվիրել էինք 6-ից, կներեք, 4-ից 6 տարեկան նկարիչների համար, հետո մյուս ձմեռ պապին կապույտ հագուստով, եթե հիշում եք, ամպիկի նման մորուքը նկարեցինք, այս ձմեռ պապին արդեն, տեսեք ինչպես ենք նկարում, բեղիկներ ընդգծեցինք, այտերը, շատ լավ է, ներքևի շրթունքը, անցնում ենք ձեռքերին, հիմա ձեռնոցներից եմ սկսելու, հոպ, թևիկը, այսպես, եթե իմ կախարդական մատիտը ետ եմ տանում, որպեսզի դուք պատկերը տեսնեք, թե ինչպես է քերի մուլտիկնիկը նկարում, անցնում ենք ձախ, ձեռքին, այստեղ մորթիա շերտիկը կընդգծեմ, ձեռնոցը, քուրքը կշարունակենք, հիմա տեսեք, ես գոտին ընդգծում եմ, այստեղ մի քիչ ավելի հաստ եմ անում, վերջույթները, այսպես, ու նորից շարունակում ենք ընդգծել հագուստը ամբողջովին, այսպես, ներքևի մորթին էլի զիգզագաձև կընդգծեմ, հիմա տաբատը, մեր պարող ձմեռ պապի, ինչպես դուք եք ասում Սանտա Կլաուսի, այսպես,
Այսպես իմ փոքրիկ բարեկամներ։ Այսօրվա նկարով կավարտենք ձմեռ պապիկների շաբաթ շքերթը, իմ փոքրիկ բարեկամներ։ Դուք այս նկարը եւ բացիկ կարող եք դարձնել նամակ բացիկ եւ ուղարկել քերի մուլտիկնիկին կամ ձմեռ պապին։ Եվ ուղղակի որպես նկար կամ նվեր ձեր մեծերին կնկարեք իմ փոքրիկ բարեկամներ, կնվիրեք ձեր պապիկներին, տատիկներին, նրանք շատ կուրախանան։ Հասկանալի՞, լեցիկներ։ Այստեղ հիմա պետք է ներկենք իմ լավ բարեկամներ, ես նարնջագույն եւ դեղին մատիտներն եմ վերցնելու դեմքը ներկելու համար։ Բաց նարնջագույն մատիտով, այսպես կընդգծեմ դեմքը, այսպես ուշադրություն, քիթիկը, ներքևի շրթունքը, շատ լավ է, կոպերը, այսպես, վերջ, իմ բարեկամներ, բաց նարնջագույն մատիտը մի կողմ է գնում, մենք վերցնում ենք դեղին մատիտը, սպիտակ թողված հատվածները, այսպես լցնում ենք դեղին մատիտով, տեսեք, եթե նկատեցիք, այսօր մեր ձմեռ պապիկի դեմքը վարդագույն չներկեցի, ուղղակի դեղին եւ նարնջագույն։ Կարմիր մատիտը վերցնելու եմ, լեզուն լավ վարդագույն կներկենք, այտերը, այսպես կարմիր եմ ներկելու, ձմեռ պապի քիթիկն եմ կլորացնելու, շատ լավ է, ձախ այտը կլորացնեմ, մի փոքր կոպերին, վերջ, վարդագույն մատիտով լեզուն ենք ներկելու, իսկ այս անգամ, եթե նկատում եք կամ եթե հետևել եք մեր հաղորդումներին, առաջորը նկարեցինք ձմեռ պապ 4-ից 6 տարեկան փոքրիկների համար քուրք, ամբողջովին հագուստը ներկեցինք նարնջագույն, հետո նկարեցինք 4-ից 6, հետո նկարեցինք 6-ից 8 տարեկան նկարիչների համար, ներկեցինք կապույտ քուրք, իսկ հիմա այսօր մեր Սանտա Կլաուսին ուղղակի կարմիր ենք ներկելու, հագուստը իհարկե, դե մորթյա մասը սպիտակ է մնալու իմ փոքրիկ բարեկամներ, տեսեք, ես հիմա գլխարկի սրածայր հատվածը ներկում եմ կարմիր, սա մեկ, ընդգծելով պատկերը իմ փոքրիկ բարեկամներ, կարմիր մատիտով այսպես ներկում եմ, նույնիսկ ձեռնոցներն եմ կարմիր ներկելու, բայց անպայման քերի մուլտիկնիկի նման իմ փոքրիկ բարեկամներ, այն պատկերը, որ ներկելու եք կարմիր, ընդգծեք, նոր ներկեք, հիմա ես աջ թևը ներկում եմ, նորից ընդգծում եմ հագուստը, ընդգծում եմ նաև մորուքը սպիտակ թողնելու համար, ուշադրություն, այսպես, ես քանի որ յուղամատիտով եմ ներկում, նկարում, ինձ մոտ ռետինե ջնջոցով չի ստացվի, եթե սխալ անեմ ուղղել։ Իսկ դուք սովորական մատիտով եք նկարում սիրելի փոքրիկներ, եթե սխալվում եք, կարող եք մաքրել ռետինե ջնջոցով եւ նկարել այնպես, ինչպես քերի մուլտիկնիկն է ձեզ սովորեցնում։ Հիմա էլի ընդգծում եմ, քանի որ գոտին շագանակագույն պետք է նկարենք, գոտու համարակը դեղին, ես էլի ընդգծում եմ կարմիր մատիտով, ընդգծելուց հետո ամբողջովին կարող ենք նոր կարմիրով ներկել։ Հիմա ներքևի հատվածը էլի ընդգծեցի, այն պատկերները, որ կարմիրով չեմ ներկելու, չեմ ընդգծում։ Տաբատն են կարմիր ներկելու էլի քերին ընդգծում է այն։ Մեր չաղլիկ ձմեռ պապը, երբ կոնֆետներ շատ է ուտում Սանտա Կլաուսը։ Դրոմ են այսպես չաղլիկ է երևում։ Ընդգծեցիք, շատ լավ է, հիմա ներկում ենք։ Գնացինք ձախակողմի հատվածից ներկելով, զուգահեռ գծիկներով աջ եւ ձախ։ Ներկում ենք մեր Սանտա Կլաուսի հագուստը։ Դեսա, չգիտեմ, քուրք անվանել չի կարելի, ավելի կարճ քուրք է։ Տաբատը մնաց, տաբատն էլ ներկենք, այսպես, դե տաբատը գիտեք, ամեն անգամ ասում եմ, դա նույն շալվարն է, որ ծնողները մեծերը օգտագործում են, բայց դուք տաբատ ասեք, սապուկներին ասեք երկարաճիտ կոշիկներ, ես հիմա մուկ կապույտ մատիտով կներկեմ կոշիկները, այսպես, ընդգծելու եմ, նոր դարդի, այսպես ձմեռ պապին գեղեցիկ երգեր է երգում, նոր դարդի, նա միշտ ձեզ հյուր կգամ,
Ամանորյա գիշերը, շնորհավորի բոլորիդ նոր տարին եւ սուրբ ծնունդը։ Շագանակագույն մատիտն եմ վերցնում, կարող եք ասել ինչի համար։ Ապրես բալիկ ջան, գոտու համար։ Բայց ամրակը կթողնենք սպիտակ, քանի որ այն դեղինով ենք ներկելու, երևի թե բրոնզե երկաթե կամ ինչ գույնով լավ, ցանկանում եք հենց այդ գույնով էլ ներկեք։ Ես ուզում եմ դուք ազատ լինեք նկարչության մեջ։ Շագանակագույնն էլ ներկեցինք, դեղին մատիտը մեզ օգնության կգա։ Կարելի մուկ դեղին մատիտով ներկել ամրակը։ Մորթինները բաց դեղին մատիտով մի քիչ առանձնացնենք ունքերից, այսպես, ամբողջովին չենք ներկի, երանգներ կտանք այսպես։ Դե դուք ես ժամանակը նայեմ, ինչքան ժամ, շատ քիչ ժամանակ ունենք, դրա համար ես շատ արագ սիրելի փոքրիկներ, շատ արագ։ Հատակը բաց կանաչով կներկեմ, ուղղակի սպիտակ թղթիկից պոկելու համար, այսպես։ Քերին երևի ձեր դահլիճում է դպրոցի կամ տանը, այսպես դրսում չենք նկարի, մենք մի անգամ ձմեռ պապ նկարեցինք դրսում, ամպիկները հասկացաք, թե ինչպես են նկարում, ինչպես նաև թմբիկները, սպիտակ թղթիկն էլ բաց կապույտ մատիտով, այսպես կճնշեմ, իմ փոքրիկ բարեկամներ, ձեր Սանտա Կլաուսը, եթե այդպես ասենք, կամ ձմեռ պապը, կարող ենք ասել, որ պատրաստ է։ Վերջ, ժամանակը մոտեցավ ավարտին, քերին էլ այնտեղից ասում է վերջ, եթերային ժամանակ ավարտվեց։ Դե ինչ, իմ փոքրիկ նկարիչներ, ինչպես այն մեծեր։ Ավարտին մոտեցավ եւս մեկ մուտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդում։ Գրեք ձեր նամակները քերի մուտիկնիկին, նույնիսկ կարող եք այս նկարները ուղարկել։ Բայց որ հասցեով, մեր ամփոփող հասցեով, քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրների 2 կենտրոն հեռուստաընկերություն մուտիկնիկ հաղորդման անպայման ձեր նկարները կցուցադրեմ, կընթերցեմ նամակները։ Իսկ հիմա հրաժեշտի պահն է, մեր ժամապահ քերին Սանտա Կլաուսը, որ այսպես ողջունում էր, հիմա այսպես ձեզ հրաժեշտ է տալիս։ Եվ մույթ աշխարհի ամենաբարի նկարիչ քերի մուտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Ձեզ տոնական օրեր շատ, իմ փոքրիկ բարեկամներ։ Իսկ հիմա ալբուլդամ։